Հարգելի հեռուստադիտողներ, այժմ մեր տաղավարում հարցազրույցի ժամանակ է եւ ես սիրով պետք է ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին։ Բարև ձեզ Նարինե։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ ժամանակ գտաք ընդունելու մեր հրավերը, որովհետև առաջիկայում ձեր հրաշալի ներկայացումներն են, որոնց հանդիսատեսը արդեն իսկ սպասում է, մեկ անգամ էլ տեղեկացնեմ նրանց, որ Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է եւ Գոմեշ ներկայացումները ապրիլի 11-ին, 12-ին, ինչպես նաեւ ապրիլի 13-ին Նարինեն խաղալու է Պորտալ թատրոնում, այնպես որ նկատի ունեցեք։ Հիմա մի քիչ ավելի ծանոթանանք այս ամեն ինչին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ով հասցնում է նաեւ մոնո ներկայացումների, ել չեմ ասում ընդհանուր ներկայացումների մասին, դուք խաղացող գեղարվեստական ղեկավար եք, այսպես։ Որովհետև ես համազգային թատրոնի դերասանուհի էի նախ եւ երկար տարիներ խաղում էի ու հետո արդեն երբ դարձա գեղարվեստական ղեկավար, իհարկե պատասխանատվությունս ավելի մեծացավ, որովհետև արդեն ավելի կարևոր էր, որ ամբողջ թիմը զբաղված լինի ներկայացումների, դե արդեն ուրիշ են մտքերը կապված այդ բանի, ոչ թե պաշտոնի, այլ պատասխանատվության հետ։ Պատասխանատվություն է դերասանի համար ավելորդ երևի, բայց ես որպես ռեժիսոր եմ սովորել թատերական ինստիտուտում եւ առաջին մասնագիտությամբ հենց ռեժիսոր եմ եւ իմ դիպլոմային աշխատանքն էլ եղել է մոնո ներկայացում եւ չգիտեմ այդ սերը մոնո ներկայացումների հանդեպ շատ վաղուց է ու առաջին երևի այդ նշանակալի մոնո ներկայացումը եղավ Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է, որը հենց վավերագրական ներկայացում է եւ հենց իմ ընտանիքի պատմությունն է, որ այդպես ընտանիքը կանգնած էր ընտրության առաջ Արցախում 92 թիվ նոր տարի, որովհետև յուղի վրա հարձակվելու էին եւ կոտորեն եւ թաքուն հայտարարվել էր, որ ամեն ընտանիքից մի հոգի դուրս գա։ Եվ ամեն ընտանիք պատկերացնում է գիշերը նստած, ամեն ընտանիք մտածում էր թե ում հանի գյուղից։ Որովհետև այդ տարի դե շատ երեխաների ու մայրերի ուղղաթիռով ուղարկել են Հայաստան։ Այդպես դե ընտանիքը որոշումը կայացրել էր եւ իմ ընտանիքը իմ ճամպրուկում է, դա հենց այդ մասին է, որ ինձ են ընտրում եւ մայրիկը իր սիրուն շորերն է դնում եւ այլն, որ ամբողջ այն ինչ կար, այդ ընտանիքը այդ ճամպրուկի մեջ էր։ Այս մասին է ներկայացումը արգելի հեռուստադիտողներ նկատի ունեցեք։ Ինքը հուզիչ է իհարկե շատ եւ ընդ որում իմ մայրիկն ու եղբայրն էլ են այստեղ եւ նույնիսկ չգիտեն, որ իրենց մասին եմ պատմելու եւ շատ հուզիչ է այդ պատմելը, որ պատկերացնում եմ իրենք նայելու են եւ նաեւ ինքը նաև ուրախ պատմություն է, որովհետև այնուամենայնիվ ես երեխա էի եւ երեխան մանկությունը միշտ երջանիկ է, որովհետև դու մտածում ես, որ կյանքը այդպիսինն է, ուղղակի պիտի ճիշտ ապրել։ Այնպես որ նաև շատ ծիծաղելի է, պարադոքսալ է, որովհետև երեխան չի ուզում փրկվել, որովհետև ուզում է ընտանիքի հետ լինել։ Բայց ամբողջ հենց պատմությունը այն մասին էր, որ մենք շատ միասին ենք, մենք միասին ամեն ինչ հաղթարեցինք, ազգովի միասին, այդ ցուրտ տարիները ապրեցինք, ամեն ինչը միասին էր, միասին ենք Արցախ ուզում, դրա համար հաջողեցինք, դրա համար հաղթեցինք այն ժամանակ։ Այսինքն սա պարզ ներկայացում չի արգելի հեռուստադիտողներ, այստեղ փիլիսոփայություն կա, հոգեբանություն կա, մարդու կյանք կա, մարդու էություն կա։ Մյուս ներկայացումը Գոմեշ։ Հրանտ Մաթևոսյանի Գոմեշն է եւ այս տարի Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակն է եւ արդեն չեմ կարող ասել թե քանի երկրների դեսպանատները արդեն զանգահարել են, որ Գոմեշը պիտի շրջագայի այս տարի եւ Հրանտ Մաթևոսյանի գրականությունը ներկայացնի եւ իհարկե բացի որ դա հանճարեղ տեքստ է եւ ես խաղալիս ուղղակի տեքստն է ինձ տանում, դա շատ գեղեցիկ հայերեն է եւ բնության ձոն է եւ իհարկե Գոմեշն է, որը ճանապարհ է գնում իր տեսակը պահելու համար, որովհետեւ պիտի շարունակվի, իսկ շուրջը բոլորը կովեր են, իսկ ինքը մի Գոմեշ է։ Եվ դա էլի մի քիչ մեր ազգի հետ է կապված, շատ հիմա որ խաղում եմ, հանդիսատեսը շատ ցավագին է ընկալում եւ միաժամանակ շատ գեղեցիկ է այդ ամենը, այնպես որ կարծում եմ մեծ հաճույք կստանա հանդիսատեսը եւ ես էլ իրենց դա պատմելուց։ Որ օրը պիտի խաղաք։ Էլ Պորտալ թատրոնում եմ խաղալու եւ երեք հենց տեսել եմ թատրոնը եւ հիացած եմ այդ թատրոնով ու կարծում եմ ամսի ապրիլի 11 եւ 13 կխաղամ Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է եւ ապրիլի 12-ին Գոմեշ։ Շատ հետաքրքիր է լինելու, բայց ուզում եմ անդրադառնանք նաև Նարինե Գրիգորյանի մրցանակներին։
ես չթվարկեմ դրանք քիչ չեն, բայց ամեն մրցանակ ստանալ դες համատին ինչ է դուք նաև արտավազդի մրցանակակիր եք, եթե չեմ սխալվում։ Հա, արտավազդ հայրենիքում եմ ստացել, հենց նոր գալուց առաջ 7 արտավազդ է ստացել համազգային թատրոնը եւ դա մեզ համար եւ շատ պատասխանատվություն է մեծ եւ նաեւ դա մի չափանիշ է եւ նշաձող, որ դու հասկանում ես, որ դու հետաքրքիր թատրոն ես, հանդիսատեսը շատ հետաքրքրված է եւ արժանի ես ներկա լինելու։ Այո, որտեվ թատրոնը ներկայի արվեստ է եւ դու ամեն օր պիտի ապացուցես, որ արժանի ես բեմ բարձրանալուն։ Իսկապես շատ վախենալի մասնագիտություն է։ Հա, այդպես, բայց ուզում եմ ասել, որ այս երկու ներկայացումները, որոնք բերել եմ, արդեն իրենք, որոնք բերել եմ իհարկե ոչ իմ շնորհիվ, ուզում եմ հատուկ նաեւ առիթից օգտվել շնորհակալություն ասել Հոմենտմեն Գլենդել Արարատին, որովհետեւ սա իսկապես մի մեծ ջանքերի շնորհիվ է, որ կարողացել եմ հայտնվել Ամերիկայում եւ խաղալ վերջապես այստեղ։ Շնորհակալություն Հոմենտմեն Գլենդել Արարատին։ Այո։ Եվ այս ներկայացումները ուզում եմ ասել, որ հենց իրենք արդեն շատ մրցանակներ են ստացել, միջազգային մրցանակներ, այնպես որ ինձ թվում է, Դուք եք ռեժիսոր ես ներկայացումների, նաև դուք եք բեմադրիչ։ Այո, բացի բեմադրիչ լինելուց նաև դերասանուհի եք, ով նաև ֆիլմերում է խաղում։ Այո։ Խաղացել կամ, չգիտեմ, այսպես, որքանով է ձեզ գրավում ֆիլմը։ Ֆիլմը ավելի շատ է գրավում, որովհետև ֆիլմում ավելի քիչ եմ հասել այն բոլոր փորձառություններին ու հնարավորություններին, ինչ թատրոնում կարողացել եմ անել։ Թատրոնում ջրի կաթիլ եմ խաղացել, կենդանի եմ խաղացել, տղամարդ եմ խաղացել, բայց կինոյում այդպես շատ սահմանափակ եմ։ Այս վերջերս խաղացել եմ Միսիո Ազնավուր ֆիլմում Փարիզում եւ հետաքրքիր էր, որ ուղղաթիռով չէի գալիս, ինքնաթիռով, որ գալիս էի Փարիզից, հենց ինքնաթիռի մեջ դե ֆիլմեր կան եւ այնտեղ նաեւ Միսիո Ազնավուր ֆիլմն է։ Այնպես որ հաճելի էր շատ, այդ որ ասում են ձեր մայրիկին այստեղ եւ այստեղ են ցույց տալիս։ Այդպես էր։ Այո, հետաքրքիր է արգել հեռուստադիտողներ ֆիլմը կարելի է դիտել որտեղ ցանկանում ես, նույնիսկ ինքնաթիռում կամ տանը, բայց ներկայացումը պետք է դիտել թատրոնում, որովհետեւ դա հատուկ կուլտուրա է։ Այնպես որ հիշեք, խնդրում եմ, ապրիլի 11-ին, 12-ին, ինչպես նաեւ ապրիլի 13-ին Էլ Պորտալ թատրոնում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը հանդես է գալու իր մոնո ներկայացումներով։ Համեցեք, հանդիսատեսը կարծում եմ արդեն իսկ գնահատել է Նարինեին եւ կհանդիպի արդեն այնտեղ։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Իսկ մեր ծրագրում այժմ դարձյալ գովազդային դադար։